Որ թվականին եք զորակոչվել, այն ժամանակ քանի տարեկան էիք, մարտական ուղին սկզբից սկսեք։ Առավոտը մենք վեր կացանք եւ իմացանք շատ տխուր լուրը։ Սկսվել է հայ Համաշխարհային ոչ հայ սովետական միության հետ գերմանացիների պատերազմը։ Ճիշտն ասած ոչ ոք չէր սպասում, գիտեք այդ պատերազմին, որովհետև Ռիբենտրոպը, Մոլոտովը հանդիպել էին, խոսել էին, պայմանագիր են կնքել եւ ահա պատերազմը։ Ոնց առանց ասելու մեր դասարանի երեխաները բոլորը հավաքվեցին եւ որոշեցինք գնալ զինկոմիսարիատը եւ գրվենք, որպեսզի մեզ տանեն ռազմաճակատ։ Կամավորագրվեցիք։ Կամավոր գնացիք։ Այո, եւ կամավոր մենք գնացինք ռազմաճակատ։ Սկզբից մենք սովորեցինք ռադիոօպերատորի գործը, այլ հետո գնացինք մեր նշանակած տեղը։ Գնացինք վագոններով, տավարնի, շատ այդպես վատ պայմաններով։ Սկզբից հետա նահանջելու ժամանակը ես անցել եմ։ Դա սարսափելի բան էր, որովհետև գերմանացիները զինված էին, Եվրոպան իրենց համար էր աշխատում եւ դա չտեսնել հնարավոր չէր։ Մենք գնում էինք դաշտերով, իսկ գերմանացիները իրենց մոտոցիկլետներով գնում էին ճանապարհով։ Եվ պատահում էր, որ շատ անգամ շատ զորամասները ընկնում էին շրջապատման մեջ։ Այդպիսի շրջապատում ես էլ եմ ապրել։ Մենք հետ էինք նահանջում եւ Պետրապավլովսկի մոտ ընկանք շրջապատման մեջ։ Մի շաբաթ ոչ ջուր, ոչ ուտելիք մենք չունեինք եւ օգտվում էինք անտառով հոսաջրով եւ անտառում աճող ծառերով։ Այնտեղ կային վայրի խնձոր, այն ժամանակ, երբ հրմբակոծության տակ չենք, գնում էինք, հավաքում ենք եւ դրանով մեր կյանքը երկարացնում ենք։ Հասանք Ստալինգրադ եւ այստեղ մենք Ստալինգրադի մատույցներում ես ինքս վիրավորվեցի։ Ընկերուհուս հետ կանգնած ենք վագոնի մոտ, մեկ էլ օդաչուն կարմիր աստղերը թևերին այնքան ներքև իջավ, որ մենք տեսանք իրեն դեմքը, ծիծաղում էր նա։ Ընկերուհիս, որը կողքս էր կանգնած, մեկ էլ տեսնեմ անգավ, գլուխը չկա, որտեղ անգավ գլուխը, այդ լոչիկը տրաֆեյնի ինքնաթիռով եկել էր մեր մասերը եւ այդպիսի գործեր արել, մինչեւ մեր զաշիտան ուզեց կրակի, նա արդեն թրավ կորավ։ Ես էլ չէի իմանում, որ ես եմ վիրավորված, արյան մեջ շաղաղված, ինձ էլ տարան գոսպիտալ։ Մի քանի օր մնացին գոսպիտալում, ինձ վիրահատեցին ու գնացի արդեն իմ նշանակած տեղը, որտեղ ես պետք է ծառայի եւ հայրենական պատերազմը անցկացնեի։ Տիկին Ռոզալիա, ես գիտեմ, որ դուք մասնակցել եք Արևելյան Եվրոպայի ազատագրմանը, Չեխիայի, ուզում եմ պատմեք հաղթական էջերի մասին, որ պահից արդեն իրավիճակը փոխվեց ու բացի նահանջը արդեն հաղթական շրջանը սկսվեց։ Այդ ժամը մենք ուրիշ տեղեր ենք եկել, Նավարասիսկն ենք ազատագրել,
մենք շատ երկար պաշտպանության մեջ ենք գտնվում եւ անհամբեր սպասում ենք, երբ կսկսվի գործողությունը Նովորոսիյսկից դուրս հանել ֆաշիստներին։ Մի օր նստած եմ ռադիոյի մոտ, ընդունում եմ ռադիոգրամաները, մեկ էլ լսում եմ մեկը կոտրտած լեզվով ասում է Ստալին կապուտ, Ստալին կապուտ, մեկ էլ ուրիշ կողմից լսվեց ձայնը Վրոջ գատ, նի Ստալին, Գիտլեր կապուտ։ Այդ հենց նա վերջացրեց այդ բառը, սկսվեց ատական, սկսվեց այդ պայքարը, որտեղ առաջինները գնում էին օդաչուները, հետո տանկիստները, նոր արդեն հետևականներն են գնում։ Եվ այդպես մենք գրավեցինք Նովորոսիյսկը, կատյուշաներն էին այստեղ գործանում, ժողովուրդներ աշխատում, Նովորոսիյսկը մենք գրավեցինք 16 սեպտեմբերին, բայց մինչ այդ մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, ուզում ենք լողանանք, Սևծովի ափին ենք գտնվում, բայց լողանալ չենք կարող, որովհետև փորձիր մի հատ գլուխը դուրս հանես, անմիջապես քեզ կսպանեն։ Նովորոսիյսկից մենք 6 օրվա ընթացքում կարողացանք դուրս գալ եւ գնացինք դեպի Կերչը եւ ուրիշ քաղաքները ազատագրեցինք Ուկրաինան եւ դուրս եկանք արդեն այդ երկրները, ազատագրեցինք Լեհաստանը, ընդ որում մենք որ դուրս եկանք այդ շրջապատից, մենք տեսանք, որ արդեն դուրս ենք եկել սովետական միության սահմանից եւ ինչն էր հետաքրքիր, գիտեք, տեսնում ենք ձյուներ, սարսափելի ցուրտ էր, բայց տեսնում ենք մի սյուն սև ու սպիտակ ներկած, դա արդեն սահմանի նշանակություններ, դուրս եկան բոլոր զինվորները, սկսեցին կրակել, գցել մեկը մյուսին եւ այդպես նշել սովետական միության ազատումը։ Ազատագրել ենք Վենգրիան, մասնակցել ենք Չեխիայի ազատագրմանը եւ արդեն Չեխիայում Պոլիչկա փոքր քաղաք կա, մեզ տեղավորեցին արդեն բնակիչների մոտ։ Եվ այստեղ ես 4 տարի եղել եմ ռազմաճակատում եւ 4 տարվա ընթացքում երազել եմ Աստված հնարավորություն տուր կենթանի մնամ, չսպանեն ինձ եւ գնամ տուն լողանամ եւ անկողնու մեջ մաքուր պարկեմ, գիրքը վերցնեմ ձեռքը, աթոռին դնեմ մի բաժակ թեյ քաղցր, հաց ու պանիր եւ այդպես դրսում թող ձյուն լինի, ցուրտ լինի, ինչ ուզում լինի, իսկ ես ազատ իմ տանս պարկած կարդում եմ։ Այդպես այդ տանը, որտեղ ես եմ բնակվում, հնարավորություն տվեց տանտերը պարկել անկողնում մաքուր եւ քնել իսկական սկալով, որ ես հազիվ հասա իմ նպատակից։ Բերլին հասել եք։ Բերլին չէ։ Մենք այն ժամանակ Չեխոսլովակիայում էինք, պետք է գնանք դեպի Բերլին, բայց ես այդ ժամանակ նստած էի, հերթապահում էի, այնքան բան ա եղել, բոլորը հնարավոր չի ձեզ պատմեմ, լսում եմ ու պրիոմնիկի մեջ ձայն է,
Позер, помогите, Прага в опасности։ Ուրեմն մենք այդ բոլորը հասցրեցինք ղեկավարության եւ առավոտը արդեն գտնվեցինք Պրագայում։ Ազատագրեցինք 3 օրում Պրագան եւ ամսի 9-ին դա եղել է 6-ին մայիսին 3 օր ազատագրում էինք եւ ամսի 9-ին մենք նշեցինք 2 տոն 1 տոնը Չեխոսլովակիայի մայրաքաղաքն ենք ազատել, երկրորդը մեր երկար սպասված մեծ հայրենական պատերազմի տոնը, վերջանալու տոնը։ Ավարտը։ Եվ պատմեք Պրագայի ազատագրումից հետո Պրագայի քաղաքի կոմենդանտ Պարետ նշանակվում է Սարգիս Մարտիրոսյանը, որ հետագայում գեներալ լեյտենանտ խորհրդային միության հերոս եւ այդ ազատագրման ժամանակ զոհվում է նրա միակ տղան Մարսելը։ Ձեր ծնողները, ձեր որոշմանը ո՞նց վերաբերեցին, երբ դուք 16-18 տարեկան աղջիկ որոշեցիք, որ գնում եք պատերազմ, չունենալով ռազմական մասնագիտություն, զինվորական մասնագիտություն, չլինելով կապավոր, գնացիք սովորելու, որպեսզի ծառայեք հայրենիքին։ Մենք շատ հայրենասեր էինք։ Միայն այդ մի բառով ես բացատրում եմ ու պատասխանում եմ ձեր հարցին։ Մեզ մոտ հարց գնալ մասնակցել պատերազմի կամ ոչ չկար։ Մենք գիտենք, որ պետք է գնանք եւ պաշտպանենք մեր հայրենիքը եւ այդպես էլ արել ենք։ Հիմա իմ ասածից դուք դեռ չեք հասկացել ինչ դժվարություններով ենք մենք անցել։ Ես սկզբից եմ մասնակցել, երբ մենք հետ էինք նահանջում եւ նահանջեցինք մինչեւ Կովկասի նախալերները։ Այն ժամանակ գլխավոր հրամանատարը հրամանտվեց նշագ ու նազատ եւ մենք այդտեղ կանգ առեցինք Նավարասիյսկի Սևծովի ափի մոտ։ Մենք տեսել ենք մարդու ձերքը, ոտքը, գլուխը առանձին, երբ թաղում են մարդկանց լրիվ մարմինն է, սովորենք այդ բանին, այստեղ մենք սովորեցինք այլ նկարին, մենք տեսանք առանձին մարդու մասնիկները, և գիտեք, երբ մենք գտնվում ենք շրջապատման մեջ, առավոտը շուտ գալիս էր ինքնաթիռը Ֆոկե-Վուլֆը և այնպիսի ձայն ուներ այս ձայնով և նկարահանում էր, հետո 5 րոպե անց սկսվում էր հրապակոծությունը և մեզ այնքան են հրապակոծել, ոնց ենք սաղ մնացել, չգիտեմ, բախտ ենք ունեցել, սաղ ենք մնացել, չնայած որ շատ շատերը զոհվել են։ Ընկած ընկերների հիշատակի համար, դա էլ շատ կարևոր է, նրանց փոխարենել եք ապրում։ Նրանց համար էլ է ապրում, հիմա ընկերել չմնաց, այնպես են գնում, մեկ էլ տեսնում ես մահանում են։ Այս վերջերս մենք 2-3 հոգու անսպասելի մահունեցանք թաղեցինք։ Մեղք են, շատ դժվար կյանք են անցել ու այդպես վերջ ունեն։